Եթե կարոտում ենք, ուրեմն ապրում ենք։ Ապրում ենք, որ ապրեցնենք մեր կարոտը, որ մեր կարոտին անուններ տանք։ Մեր կյանքն այսպիսին է, քանի դեռ կա կյանք, կա նաև այնտեղ թախիծ ու կարոտ։ Ինչևէ, եթե կարոտում ենք, ուրեմն ապրում ենք։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում կհյուրընկալեմ գեղեցկուհի սիրված երգչուհի Ռուզան Ավետիքյանին։ Ռուզան, համեցեք եւ տաղավարս լցրեք գեղեցկությամբ եւ շքեղությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ եկել եք միասին զրուցելու։ Ես եմ շնորհակալ այս հրաշալի հրավերի համար, հավատացեք, երկար սպասված հրավեր էր, որը որ մեծ սիրով եմ ընդունել։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը ու սկսենք մեր զրույցը։ Սիրելի Ռուզան, այսօր մենք անցնենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով, կվերցնենք փոքրիկ կանգառներ եւ խաչմերուկներում կխոսենք հենց այդ դիպվածի մասին։ Պատրաստ եք խոստովանել մեր տաղավարում։ Սիրով եւ ինչքան որ հասցրել եմ տեսնել ձեր հաղորդաշարը, ինչը որ սիրով ենք դիտում բոլորս միասին, դուք այնպեսի գեղեցիկ եք մատուցում եւ այնպես գեղեցիկ եք այս ամենը կազմակերպել, որ իրոք խոստովանություն է տեղի ունենում ձեր տաղավարում եւ կարծում եմ հենց այսօր երևի հենց իմ խոստովանությունը կլինի այստեղ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եւ մեծացել եմ Երևան քաղաքում, ծնողներս հայրս մասնագիտությամբ սպորտսմեն է, մեծ Գերդաստանի, շատ մեծ Գերդաստանի զավակ, մայրս մասնագիտությամբ ինժեներ է, այսինքն սպորտսմենի եւ ինժեների ընտանիքում, բայց երկու կողմի Գերդաստաններում էլ միակ երաժիշտն եմ, որը որ ծնողներս են նկատել ջիղս, հայրս եւ մայրս եղել է սիրողական երգչուհի, եւ այդպես փոքր տարիքից երգելով, քնացնելու ժամանակ եւ այլն երգել է եւ զգացել է, որ ինչպիսի երգ որ երգում է ինձ համար, որպեսզի ես քնեմ, ես այդ ինտոնացիայի տակ նաեւ երգում եմ ինքս կամ ձայնաբերում եմ այդ ամենը, արտաբերում եմ եւ հենց այդպես էլ հասկանալով, որ ջիղ ունեմ, հետեւողական են եղել ծնողներս։ Եվ մանուկ հասակից Հայրիկ Մուրադյանի մանուկների խումբ եմ հաճախել։ Իսկ Հայրիկ Մուրադյանը եղել է իմ հայրական տան 40-ական եւ 30-ական 40-ական թվականներին իմ հայրական տան աշխատողներից մեկը։ Գաղթի ժամանակ, երբ որ տուն տեղ ամեն ինչ կորցրածման է եկել, հորեղբայրներս եղել են թվով 9։ Եվ երբ որ եկել է պապիկիս մոտ եւ խնդրել կացության համար տարածք, որպես կարողանա եւ այլն ապրել, ստեղծագործել, շարունակել, երբ որ պապիկս տեսել է Հայրիկ Մուրադյանին, ասել է պետք չի այստեղ պրոստը կացություն խնդրել ինձանից, ես չունեմ 9 զավակ, ես ունեմ 10 զավակ, եւ հյուրընկալել են մեծ սիրով իմ հայրական պապենական մեծ ընտանիքում, եւ այդպես երկար տարիներ ապրելուց հետո ընտանիք կազմելուց հետո առանձնանում է եւ գալիս է Երևան։ Երբ որ արդեն ծնողներս ամուսնանում են, ծնվում եմ ես, նկատելով ջիղը եւ մաման ասում է պապային, որ պետք է հետեւողական լինել, որտեվ երգում է եւ այլն, ասում է, քանի որ այս տարիքում հաս փուճուր երեխեքի խմբակներ չկա, Հայրիկ Մուրադյանի մոտ արի տանենք։ Ու այդպես երբ որ գնում ենք, այդ ժամանակ հիշում եմ Պոլիտեխնիկ ինստիտուտի մեծ սրահում էր անցկացնում բոլոր փորձերը։ Եվ երբ որ արդեն հերթական ընդունելություն էր կազմակերպել, Հայրիկ Մուրադյանը ընդունելության ժամանակ 4 տարեկան էի։ Հիշում եմ, պապան պատմում է, բայց ես էլ եմ հիշում։ 4 տարեկան էի, երբ որ ձեռքիցս բռնած միանգամից տարել էր Հայրիկ Մուրադյանի մոտ, այդպես բոլորը երգեցին, բեմի վրա նստած էինք։ Բոլորը երգելուց հետո Հայրիկ Մուրադյանը ասեց՝ փոքրիկ բալա, դու չես երգում։ Ես հիշում եմ, վեր կացա կանգնեցի եւ երգեցի հայրենասիրական երգ։ Հայրենասիրական երգ երգելուց հետո ասեց՝ «Էս ինչ սիրուն ես երգում, այ բալա, էս ինչ լավն ես դու, այ բալա, բան, քո պապան որտեղ է, արմատներով որտեղից եք»։ Իսկ մամայի կողմը Մոշեցիեն, պապայի կողմը Արդահանից են։ Պապան դե հիմա ինձ նման հարց է տալիս, ես այդ տարիքում չեմ կարող պատասխանել, ասեց իսկ դալիճուն կա ծնող նստած էս երեխուց, պապան ասեց այո, ասեց ով եք, ասեց ես Նահապետի տղան եմ, ասեց որ Նահապետի, պապան պատմեց, ասում է Ավետիքյան Նահապետի, ու ես արդեն հիմա գիտեք ինչ եմ հիշում, որ երբ որ բարձրացավ բեմ, եկել է ձեռքերս է բռնել վարպետ ու ձեռքերս է պաչիկանում եւ այդ ամբողջ հանդիսատեսը այնտեղ նստած ծնողները, բալիկները, բոլոր զարմացած ու ինքը պատմեց այդ կյանքի պատմությունը ոնց է եղել, որ
իմ պապիկի տանը հյուրընկալվելը, շարունակել հետո ապրել, մեծացել, հետո ընտանիք կազմել, նոր արդեն վերադարձել Երևան, ու այդպես երկար ժամանակ սովորելուց հետո այնտեղ, երբ որ արդեն տարիքը այնպես էր, որ կարող էի հաճախել երաժշտական դպրոց, ընդունվեցի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը այդ տարիներին, երբ որ ես ընդունվել եմ, գոյություններ խնամի, ծանոթ, բարեկամ եւ այլն տարբերակները, ու պիտի վերևից զանգ լիներ, ինչ որ միտեղից ասեին, ես գնացի, պիտի հանձնեի 3 քննությունն էլ հանձնեցի։ Մասնագիտություն էր, լսողություն եւ մեկ էլ ռիթմի զգացողություն։ Երբ որ արդեն գնահատականները դուրս բերեցին, ես ստացել եմ 2 հատ 5, մի հատ 4։ Ու երբ որ պապան հարցրեց իսկ ինչի 4 հանձնաժողովներ դուրս էին եկել, ծնողներիս ասեցին, որ ռիթմի զգացողությունը ցածր էր։ Իսկ ես փոքր տարիքից շատ համառ եմ եղել։ Համառից բացի հետո որ ես ինքս իմ խոսքի տեր անձնավորություն, ասում եմ, բայց այդպես չի, դուք ինչ ծափ եք տվել, սպասում էինք բոլորս միասին։ Ասում եմ, դուք ինչ ծափ եք տվել, ես նույն ձևի ձեզ վերադարձրել եմ։ Ասում եմ, չէ, բալիկ ջան։ Դե հիմա լավ, ասում եմ, ասեց, արի ծնողներիդ մոտ էլ ծափ տանք։ Ու տեսնենք, ծնողների մոտ ծափ տվեցին մի հատ, 2 հատ, 3 հատ, պապան հիմա ասեն շշմած նայում է, եթե ռիթմի զգացողություն եք ստուգում, ասեց ճիշտ եք, մենք սխալվել ենք, 4-ը ջնջեցին, դրեցին 5։ Ու երբ որ մենք արդեն ես ընդունվել էի, բոլորը զանգում էին, շնորհավորում էին եւ ասում էին, խնամի ծանոթ բարեկամ, ում եք ասել, որ Ռուզանն ընդունվել է Սայաթ Նովայի երաժշտական դպրոց։ 1 տարի այնտեղ սովորելուց հետո բանից պարզեց, որ այնտեղ վոկալ չկա։ Իսկ քանի որ ես ավելի շատ երգեցողություն, սիրող անձնավորություն եւ հատուկ այդ նպատակով, ինձ տեղափոխեցին ձայնի պահպանման հատուկ դպրոց, որը այդ տարիներին Հայաստանի Հանրապետության միակ երաժշտական դպրոցն էր։ Եվ շատ լավ հիշում եմ, մեր տնօրենը Դավիթ Զալյանն էր, ու այնտեղ երաժշտության վոկալի մասնագետ ժողովրդական բաժնի ղեկավար աշխատում էր Հովհաննես Բադալյանը, մեծահոգի։ Լուսահոգի, լեգենդար երգիչ, չգիտեմ, ես կան մարդիկ, որոնց մասին ես չեմ կարող անցյալով խոսել, այդ թվում նաև Հովհաննես Բադալյանը։ Այնտեղ գնացինք, որ պիտի ընդունվեմ Հովհաննես Բադալյանի դասանում, ձայնային տվյալներն այնպիսին էին, որ հանձնաժողով որոշում է, որ ինձ պիտի ուղարկի ակադեմիական բաժին, դասական վոկալ։ Ես կռվով, դավով, չսիրելով գնում եմ ուղիղ 1 տարի, բայց անընդհատ այն որ ուսուցիչը ինձ տալիս է դասերը, ես գնում եմ տուն, ամբողջ օրը երգում եմ ժողովրդական երգեր, գալիս եմ, ասում եմ, համ բալիկ տեղում ինչ որ հասցրել եմ, լսել եմ, սլուխով ամեն ինչով շատ լավ, ես դա վերարտադրում եմ, բայց այդ կինն էլ ազգում, որ ես ուղակի ին որ տանջվում եմ, էլի։ Վերջում քննության ժամանակ գնացինք, ասեց Դավիթ ջան, եկեք ամեն ինչ անենք, որ ինչ որ ուզում ա թող այդ բաժին լինի։ Ես 1 տարի սովորելուց հետո իդեալական հրաշալի գնահատականներով տեղափոխվեցի Հովհաննես Բադալյանի դասարան եւ մինչեւ կոնսերվատորիայի ավարտը, հետո ընդունվեցի կոնսերվատորիա Էլի Վարպետի դասանում եւ մինչեւ կոնսերվատորիայի ավարտը շուրջ 15 տարի եղա Հովհաննես Բադալյանի աշակերտը, հետո ուսանողը։ Ռուզան, որտեղից սկսվեց ձեր ճանաչելիությունը եւ որն էր այդ կետը։ 2001 թվականին, երբ որ ես արդեն ավարտական կուրսում էի գտնվում, կոնսերվատորիան ժամանակ առ ժամանակ կազմակերպում էր Կոմիտասի արձանի դիմաց, անմիջապես կոնսերվատորիայի դիմաց, այդպիսի հավաքական համերգներ։ Այդ հավաքական համերգներին մենք բոլորս էլ մասնակցում էինք, եւ այդ հավաքական համերգներից էլ հենց սկսվեց կամաց առաջարկները, որից հետո էլ արդեն շարունակվեց այն ճանապարհը, որ հիմա ինձ բերել է այստեղ որպես Ռուզան Ավետիչ։ Այո, քայլում եք հստակ քայլերով։ Շնորհակալ եմ։ Եվ մեկ հարց էլ, ով է ընտրել ձեր անունը եւ ինչու Ռուզան։ Մայրս։ Մենք տանը 4 երեխա ենք, 3 քույր եւ եղբայր։ Ես մեր տան երկրորդ աղջիկներից երկրորդն եմ եւ բնականաբար ինչպես հայկական ընտանիքներում հայրս պատկասել որ երկրորդ զավակը հաստատ լինելու է տղա։ Ծնվում եմ ես ու իրանք մտածելով որ զավակ պիտի ունենան, արդեն մտածել են մոտավորապես զավակին ինչ անուն պիտի տան։ Ու երբ որ ես ծնվում եմ, դեռ անուն որոշած չեն լինում ինձ համար։ Իրանք մտածում են, որ տղա է ծնվում։ Հա, իրանք ծնվում են, որ ես տղա պետք է ծնվեմ, ու երբ որ ծնված եմ լինում, անուն որոշած չեն լինում ինձ համար, ու երբ որ մամայի երբ որ արդեն ցավերը բռնում ա որ տանում են մամային հիվանդանոց, ծննդաբերելու ժամանակ այդտեղ մի հատ բժիշկ կա լինում, ասում է, «Ստիկնոջ հանդեպ շատ ուշադիր կլինեք, որովհետև շատ խոշոր բալիկ ա ունենալու», ու իրականում ես բավականին խոշոր եմ ծնվել, ու այդ բանը բժիշկը հերթափոխը հանցնում ա գնում ա։
Ծնվում եմ ես, բավականին խոշոր, բոյով, կլոր աչքերով, սև գանգուր մազերով, Երգելով, պարելով, չէ։ Բավականին բարձր ճչալով, ու մաման ասում է, հիմա սպասում եմ ուրեմն որ բերել են բոլոր ասում այդ բալիկներին, դե այն ժամանակ այսպես սայլակներ կար, չէ՞, սայլակների մեջ բալիկներին սենց հերթով դասավորած ստանում էին, ասում ասենց հերթով սա բալիկներին դասավորած են, մեկին ասում ասենց թեք բոյով երկար, որտեղ ծնվել եմ 54 սանտիմ բոյով։ Ու ասում է բերեցին հիմա սրա սենյակում պարկած են ասում բոլոր մամաները, հերթով բոլորին բաժանեցին, ասում է հիմա էս չես ասում գրկել է այս կինը, սենց նայում է ու նայում է ինձ։ Մաման ասում եմ իսկ բալիկիս ինձ կտակ, սենց նայում ասում է տիկին ջան, նայում եմ այլ ազգի ոչ մի ներկայացուցիչ չունենք սենյակում։ Էս սև ու կուլիկը ում բալիկն է։ Մաման ասում է իմ բալիկն է տվեք։ Ու այդպես ասում եմ, երբ որ կերակրեցին առաջին անգամ ասում է ու քեզ տարա դուրս եկա ասում եմ միջանցքում, այդ պահին լսեցի, որ ինչ որ մի հատ կին իր բալիկին է կանչում Ռուզան։ Ու ասում է այդ պահին միտքս եկավ Մուրացյանի Ռուզանա։ Ասում է պապան որ եկավ, ասեցի իմ աղջկանուն լինելա Ռուզան։ Երբ որ ասում է քեզ տեսա, լսեցի դա ու ասում է դա հենց այնպես զուգադիպություններ չեն լինում։ Ու այդպես ոչ մեկի անունը չի եղել, մայրս այդպես որոշել։ Ու ծնվեց Ռուզան Ավետիքյանը ու դարձավ սիրելի իր տեսակով, իր գեղեցկությամբ եւ իր գեղեցիկ ձայնով։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ։ Ռուզան, հեշտ եք ընտրում ձեր կյանքում ընկերներին։ Օ։ Երևի մի քանի տարի առաջ եւ եթե այս հարցը ինձ տայիք, ես դες կասեի, որ այո։ Բայց հետո տարիների ընթացքում ես հասկացա, որ չէ։ Ինչու՞։ Որովհետև ասում եմ, եթե ընդհանրապես ուզում ես քո կյանքում կարգուկանոն լինի, ուրեմն դու ընկերություն արա այցեղջուրի համաստեղության ծնված մարդու հետ։ Ես ծնվել եմ այցեղջուրի համաստեղության տակ եւ ես իմ կյանքում սիրում եմ կարգուկանոն, դիսցիպլինա։ Ես միշտ իմ դասարանում ուսանողներին ասում եմ զորամասում, մեր զորամասում պիտի լինի կարգուկանոն։ Չգիտեմ, երևի իմ ընկերության այս տարած ժամանակահատվածում շատ ընկերներ շատ փորձությունների միջով են անցել եւ ես իրենց համար որպես ընկեր եւ իրենք որպես ընկեր ինձ համար երևի ամեն մեկս ինչ որ միտեղ այդ փորձություններին չենք դիմացել եւ տարիների ընթացքում ընկերությունը ուղղակի այսպես մաղվեց հիմա մնացել է այն հստակ ընկերությունը եւ իմ կողքին հիմա մնացել են այն լավագույն ընկերները եւ այն մարդիկ ովքեր որ Կես խոսքից մեկս մյուսին հասկանում ենք, կես հայացքից մեկս մյուսին հասկանում ենք եւ այսօր մնացել են իմ կողքին այն ընկերները, ովքեր այս տարիների ընթացքում անցել ենք այս փորձությունները մեկս մյուսի հետ հաղթահարել ենք, որոնք հաղթահարեցին, միասին շարունակեցինք ճանապարհել, որոնք չհաղթահարեցին, ուղղակի ճանապարհի կեսից մեր ճանապարհներն առանձնացան Եվ հիմա ուզում եմ ասել, ես ունեմ այն հստակ ընկերների մի խումբ, հարազատների մի խումբ, ովքեր որ ոչ միայն ընկերներ են, այլ հարազատներ են ինձ համար։ Ասում եմ, մենք սկսեցինք ընկերությունից, բայց դարձանք հարազատներ։ Ինչը հարցս ուղեցի, որովհետև քո ընկեր հարազատներից մեկը այսօր կմիանա մեր զրույցին եւ մեր տաղավարը կլծվի անկեղծ զրույցով, ընկերության վերաբերյալ անկեղծ զրույցով, որովհետև մեզ է միանում Հայաստանի Հանրապետության լավագույն ձայներից մեկը, սիրված, տաղանդավոր երգիչ, լավ մարդ, լավ ընկեր, Արսեն Գրիգորյանը, Ասո ջան, համեցիր։ Բարի գալուստ, լավ ընկեր, լավ մարդ։ Ու գիտեք մեր ընկերությունը լավ։ Ինձ մոռացավ։ Ողջույն ընկերս։ Լավ եք։ Համեցեք։ Գիտեք մեր ընկերությունը քանի տարվա է, Արայիկ ջան։ Քանի տարվա է։ 2000 գեղեցիկ է այսօր փոխվում, ես նկարները։ Շաբաթներ առաջ ձեր նկարները այս տաղավարում։ Բայց ինչ է։ Քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերությունը։ Մենք Արսենի հետ ընկերություն ենք անում 1998 թվականից, այսինքն շուրջ 28 տարվա ընկերներ ենք, բայց մենք արդեն ընկերներ չենք, մենք մի ընտանիք ենք դարձել։ 20-րդ դարից եկել եք հասել եք 21-րդ դար եւ ձեզ հետ բերել եք նաեւ ձեր ընկերությունը այս դար։ Որտեղ սկսվեց ընկերությունը, որտեղ էր այդ կայծը, որ ինչ պայմաններում ծանոթացաք, կարող եք հիշել ասել։ Մեր ընկերությունը ասած կարևորը որ ընկերությունը, սկսենք գտից, կորիզը դա է։ Սկսվել է ուսանողական տարիներից Իմ բախտը բերեց, որ ես ընդունվեցի կոնսերվատորիա, ինչի համար բախտս բերեց, որտեղ այդ ուսանող տարիների ընթացքում ձեռք բերեցի ես հրաշք ընկերոջը, շնորհակալություն Աստծուն, որ սենց ընկերա տվեից։
Ու ինչի համար շնորհակալություն, որովհետև Ռուսանը այն մարդկանցից է, որ իրանից այնքան բան եմ սովորել, երևի չեմ էլ ասել այսքան ժամանակ, բայց թե կարգ ու կանոնը, թե խոսքի տերը, նես չի որ խոսքի տեր չեմ եղել, բայց այն որ ես այնքան կուզենայի, որ կարենայի Ռուսանի պես ընկերություն անեի։ Ես իրա չափ ընկեր չեմ։ Ես տենց եմ զգում, ոնց որ ինքն է ինձ այդքան ընկեր, ես այդքան ընկեր չեմ, բայց ուզում եմ ամեն ինչ տամ, բայց իրան մոտ ստացվում է իմ մոտ էլ իմ չափով, բայց ինձ թվում է միշտ պակաս է իմ մոտ։ Ինքը հիմա Այդ շատ ընկեր է։ Ինքը հիմա համեստություն է անում Արայիկ ջան, բայց ինքը շատ լավ ընկեր է, որովհետև ես իզուր չէր ընդամենը մի քիչ առաջ ասեցի տարիների փորձություններից անցած ընկերությունից շատ քիչ մարդիկ են մնացել։ Ինքը այդ եզակի մարդկանցից մեկն է, այսինքն եթե մենք իրար չկարողանայինք որպես ընկերներ հասկանալ, հաստատ մենք մինչև հիմա այսօր այստեղ չենք լինի, ինքն էլ իմ ամենացանկալի հյուրը չէր լինի, եւ Արսենը մեր տան անդամների համար, իմ ծնողների համար, իմ քույրերի եղբորս համար, Արսենը ծնողներս միշտ ասում են մեր տան տղան է։ Արսենը մեր տան տղան է ու Արսենի ամբողջ ընտանիքը մենք չենք բաժանում իրարից։ Եվ ես գիտեմ, որ Արսենի բալիկներն էլ ձեզ հորաքույր Ռուզան են ասում։ Հուրքուր, երեխա ժամանակ հուրքուր էին ասում։ Ուրեմն այնպես է, որ մեր ծննդյան տոները բոլորս գրեթե մի ամսին ենք ծնվել։ Իմ մամայի ծննդյան տարեդարձը եւ Արսենի աղջկա ծննդյան տարեդարձը, Արսինեի ծննդյան տարեդարձը, Արսինեի ծնունդն էլ շատ հետաքրքիր պատմություն ունի եւ կապված է էլի մեր իրար հետ։ Իմ ու մամայի եւ Արսինեին նույն օրն են ծնվել։ Արսինեն զանգում է մամային, շնորհավորում իմ։ Մաման շնորհավորում է Արսինեին, հետո երբ որ 11 անցնում է գիշերը արդեն հաջորդ օրը, իրանք ընտանիքով ամեն առաջինը զանգում են ու ինձ են շնորհավորում, ու մենք այսպես ամբողջ հունվար ամիսը մեկս մյուսին ծնունդ ենք շնորհավորում, այսինքն մի ընտանիքով ուրախանում ենք։ Հուլիսն էլ պատկերացրեք, ուրեմն հուլիս ամսվա 26-ին Արսենի կնոջ ծնունդն է։ Մենք ընտանիքով զանգում ենք եւ 27-ին իմ պապայի ծնունդն է, իրանք ընտանիքով մեզ են զանգում։ Հետաքրքիր է։ Ձմեռ ամառ բոլոր եղանակներում։ Մենք բոլոր եղանակներում բոլորս միասին ենք ծնվում։ Հենց դա խոսում է անկեղծ ընկերության մասին։ Ես վերջերս եմ լսել պատահական, այնպես լսեցի, ես սիրում եմ քեզ 12 տարը ու տարին 12 ամիսը։ Ու մեր ընկերական սերը 12 տարը լիովին տիրապետում է իր մեջ, լրացնում է, այո։ Ամբողջ տարի մենք սիրում ենք իրար։ Ռուզանի իմ քուրն է, դա աշխարհը գիտի, ես էլ Ռուզիկի աղբերն եմ։ Այո։ Գիտեք, շատ կարևոր է ամուր պահել ընկերությունը մեր կյանքում, որովհետև այսօր բարդացել են կյանքում ապրելու պայմանները եւ դրա հաշվին նաեւ շատ բան տուժում է, այդ թվում նաեւ ընկերությունը։ Ու հատկապես ընկերներ մնալ նույն այս ասպարեզում եւ այն ասպարեզում, որտեղ շատ են, այսպես տատանումներ, դա իրոք որ գովելի է, եւ նկատելի է, որ այս ընկերությունը իրականում անկեղծ ընկերություն է, Արսենի նամակի հեղինակն էլ հենց դուք եք Ռուզան, շատ հետաքրքիր պահեր ապրեց Արսենը այս տարվա։ Ու հիշում ես, որ կարդացի ես հասկացա, ասի դաժե այնքան այնց է գրել, որ ես շատ չտանջվեմ, հուշումը շատ լավն է, մի անգամից։ Եթե մենք չխմբագրեինք, դուք առաջին բառից կհասկանայիք, որ դա Ռուզանի նամակն է։ Դուք շփոթացրիք։ Այո։ Ռուզան, ո՞րն է ընկերությունը պահելու գաղտնիքը։ Անկեղծությունը, իրար հանդեպ մարդ լինելը, իրար չդավաճանելը, անշահախնդիր լինելը եւ մեկը մյուսին ոչինչ չապացուցելը։ Մեր համենայն դեպս, մեր ընկերության ամենակարևոր փորձությունները հենց դրանք են, որը որ մենք միասին իրականում անցել ենք, եւ այդ անցնելու հետ միասին մենք որ հասել ենք այս կետին, այդ ամեն ինչի շնորհիվ է եղել։ Ու ամենակարևոր բանը գիտեք, լիքը տարբերակներ են եղել, որ մարդիկ փորձել են ինձ ու Արսենին իրար հետ կռվածնել։ Մեր միջով այնպիսի խոսակցություններ անցկացնել, բայց մեր երկուսի ճիշտ ընկեր լինելու ամենակարևոր գրավականը հենց նա եղել, որ մենք երրորդ անձի հիման վրա չենք շարունակել մեր ընկերությունը։ Եթե ես եմ Արսենից նեղացած եղել,
ես նույն րոպեին մենք իրար հետ հանդիպել ենք, նստել ենք, խոսել ենք, անցել ենք առաջ։ Արսենը նույն ձևի։ Հիշում որ մենք նեղացած լինենք։ Նեղացած չենք եղել մենք, երբ որ փորձել են մեզ խառնել իրար, մենք արզաբանել ենք երրորդ անձը եթե փորձել է որպեսզի այդ ամեն ինչը խառնի, մենք երկուսս իրար հետ նստել խոսել ենք, այն որ գիտեք մենք իրար ոնց ենք ճանաչել տարիների ընթացքում, ես անգիր գիտեմ իր ցանկացած ասած ֆրազա, նա գիտի ես ինչ կարամ ասեմ։ Ես աչքերից, դեմքի, միմիկաներից արդեն գիտեմ ինչ տրամադրության մեջ է։ Հրաշալի է։ Դուք երկար ճանապարհ եք անցել իրար հետ եւ դեռ շարունակվում է այդ ճանապարհը ու թող միշտ շարունակվի։ Ես հուսով եմ, որ ինչ որ հետաքրքիր պահելեր են եղել ձեր կյանքում եւ զավեշտալի եւ այսպես անհարմար պահեր։ Կփորձեք հիշել մի բան պատմել, որ ձեզ հետ է պատահել, երկուսիդ ներկայությունը եղել է այդ պատմության մեջ։ Ես այդպես պատմություն տես չեմ հիշում, բայց Ռուզանը իսկականից բացի է, որ ընկերը տա, ինչ էլ անի արդեն իմ ընկերն է, լավ, վատ, ինչ ուզում անի, արդեն էլ, всё, էդ է արդեն, դաջված։ Այ ասած, բայց Ռուզանը նաև լավ ճանապարհի ընկեր է։ Ես նույնիսկ կողքից ուրիշ պայսկաների ժամանակ, որ երկչույները որ հավաքում էին խոսում են, բան, ասում աղջի այդ Ռուզանի հետ ուր է հաս, պրոբլեմ չունես։ Ու հետաքրքիր է ինձ արդեն ակաժները սրում են, էլի լսողությունս լավ են, ինչ պետք է ասեն, էլի։ Մեկ է խոսում են, ասում են գնացել էինք, մեկ էլ Ռուզանը ասեց, առավոտ իմ մոտ կոֆե խմելու։ Վերջը գնացինք, ասում է համար Հայաստանից բերել է էլ հայկական սուրճ, էլ հայկական շաքարավազ, քաղցրավենի, թխված, ասում է Ռուզան հետ աշխարհի ծերն են կերտանք, այդ սաղ սիրում են։ Որտեղ Ռուզանն է, այնտեղ հայկական շունչն ու տրամադրությունը շատ կարևոր է։ Եվ կարող եմ մի բան էլ ես այո, իհարկե։ Ուրեմն այնպես է պատահում, որ հիմնականում ընդհանուր ընկերներ եւ այլն ունենք, իսկ Արսենը ծննդյան տոները ընդհանրապես ոչ մեկի չի հիշում, բացարձակապես։ Ես էլ չեմ հիշում։ Մեկ էլ մոտակա օրերը հանկարծ ինչ-որ մի բան որ լինում է, զանգում ասացամ կոմպյուտեր մի հատ էլ ինձ ասա, այս ինչ մարդու ծնունդը երբ էր, այս ինչ օրն է, ասում եմ, աս, այդ օրը չի, այս ինչ օրն է։ Շնորհակալություն հաջողություն։ Սկոկոնից կոմպյուտերը։ Այս հիմա որ կա, ինչ այն որ հարց է տալի պատասխանում է։ Արհեստական բանականություն։ Արհեստական բանականությունը ես գիտեք որ թվից բնական բանականություն ունեմ։ Այ շատ լավն է։ Արսեն, շատ շնորհակալ եմ։ Քեզ չուզելով պիտի ճանապարհենք, որովհետև մենք պիտի շարունակենք մեր զրույցը Ռուզանի հետ, ինչ կավելացնես, ինչ կմաղթես քո թանկագին ընկերոջ։ Ռուզանի հետ կապված։ Ես ընդհանրապես ինչ ասեմ, որտեղ դրական, այսինքն ինչքան բան գիտեք աշխարհի վրա դրական, բարի, կամեցող, չէ՞։ Դա ընդհանրապես մեկ արտահայտություն է Ռուզան Ավետիքյան։ Ես չգիտեմ Նայեք, օրինակ շատ դեպքեր ա լինում ու ես վերջերս ոնց որ հաճախակի ուշուշ ենք հանդիպում ու բայց ոչ ուշացած։ Այո։ Բայց ամենակարևորը հիմնակարը ճիշտ է դրված։ Մարդը ամեն օր կարող է տեսնես, ասես էլի սրան տեսա, բայց ամոթից ելելով ժպիտով բան չէ։ Ռուզանի 10 տարի հետո էլ տենամ էլի, նույնն է, վաղն էլ տենամ, նույնն է ու կարևորը շատ վաղն էլ տեսնեմ, կարոտացեմ 10 տարի հետո դե պատկերացրա ոնց եմ կարոտացել։ Կարևոր, մենք քուր չունենք, մենք երեք եղբայր ենք, բայց փաստորեն ես քուր ունեմ։ Այո։ Ես քուր ունեմ, իմ մամաս էլ իրան որպես իր աղջիկ սիրում է։ Միշտ մենք որ խոսում ենք ինձ հրաշալի է, հրաշալի։ Ես ձեզ անխափան լավ շնորհակալ եմ, որտեղ Ռուզանը կա այնտեղ խափան բանը, այդպես բաները բա դուրս է գալիս։ Որտեղ Ռուզանը այնտեղ անխափան է։ Բայց քրոջս չլացածնես արայիկ, հա, հանգարտ։ Ես հազիվ պահեցի, գիտես, մոնոտոն, խոսում եմ մտնում ուղեղից մեջ։ Դա հաղորդման երկրորդ հատվածում է։ Ես բանը Սկսի։ Ռուզան, դուք։ Լավ, Արսեն, շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, որ եկաք։ Շնորհակալություն։ Ուրես։ Հորքուրի ճուտիկներին շատ բարևներ։ Հորքուրի։ Որտուն ասում ենք, բանը, տեսել ես Ռուզիկ, բանը մեկ էլ ասում են, որ Ռուզիկ, որը Ռուզիկ էլի, մենք էլի ծանոթներ ունենք, ոչ թե ընկեր քուր է, ասում եմ հորքուրի։ Շնորհակալ ենք, Արսեն։ Ես եմ շատ շնորհակալ։ Ցտեսություն։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը գեղեցկուի սիրված երգչուհի Ռուզան Ավետիքյանի հետ, սակայն մինչ կանցնենք զրույցին, ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք դիտել նաև մեր YouTube-յան ալիքում։ Պարզապես
մտնում եք YouTube, բացում եւ գտնում եք Արայիկ Համբարձումյան էջը, միանում եք էջին եւ դիտում եք բոլոր եթերները։ Չմոռանաք թողնել ձեր մեկնաբանությունները, որոնք շատ կարեւոր ու թանկ են մեզ համար։ Ռուզան, գնանք առաջ, շարունակենք մեր զրույցը։ Հեշթեգներում մարդկանց, ովքեր ձեզ դավաճանել են։ Ես ուղղակի լուր հեռանում եմ։ Իսկ եթե հեռանալուց հետո հանկարծ մի օր հանդիպում եք, ինչպիսին է լինում ձեր վերաբերմունքը։ Ես իրավունք չունեմ ինչ-որ մեկին ներել չներելու, որովհետև եթե ամենակարող Աստված բոլորին ներել է, մենք ուղղակի մահկանացուներ ենք։ Եվ ես միշտ ասում եմ, որ նախ կյանքում գոյություն ունի բումերանգի կանոնը, եւ բոլորի պատասխանը Աստված է տալիս։ Ես լուր հեռանալով, եթե տարիներ հետո անգամ կհանդիպեմ այդ մարդուն, բարևն Աստծուն է, ես ուղղակի կբարևեմ կանցնեմ։ Մնացած արդեն։ Բայց չեք լինի առաջվանը։ Իհարկե ոչ։ Քանի որ խոսեցիք Աստծո մասին, այստեղ մի շատ կարևոր բան կա մեր գաղտնի արխիվում։ Ես դուք ես ոնց եք ամեն ինչ նախապատրաստել։ Ամեն ինչ, ահա։ Ես դուք ոնց եք ֆեղ։ Աստվածաշունչ եւ պատահական չէ, որ այն ընտրված է, կարելի է կարդալ։ Իհարկե։ Այստեղ մակագրված է Աստծո խոսքը ճանաչելու, Աստծո սերը ճաշակելու եւ նրա մեջ խաղաղ մնալու մաղթանքով, սիրով Լիաննա։ Սա ձեր գիրքն է։ Ո՞վ է Լիաննան։ Ո՞վ է նվիրել այս գիրքը եւ երբ։ Սա այս տարի եմ նվեր ստացել։ Եվ ու ստացել եմ ծննդյանս օրվա հետ կապված, բայց ծննդյանս օրվա հետ կապված ուրեմն Լիաննան շատ լավ մի ընկերուհի է ինձ համար, մեր ընտանիքի համար, ով որ մեր տանից մի քանի կանգառ ներքև հրաշալի մի ծաղիկի խանութ ունի։ Ես մի օր պատահական անցնելուց նոր էր այդ ծաղիկի խանութը բացվել։ Ես մի օր պատահական անցնելուց, որ տեսա ծաղիկները, դե բնականաբար ամեն աղջիկ էլ միշտ սիրում է տանը, երբ որ լինում է խնամված ամեն ինչ, մենք այդպես միշտ քույրիկներով ծաղիկներ պարտադիր պիտի լինի տան ամեն մի անկյունում, որպեսզի գեղեցիկ լինի եւ այլ եւ այլ։ Ես մտա տան համար ծաղիկներ գնելու։ Ու լրիվ պատահականորեն Լիաննան այդ ծաղկի խանութի տիրուհին է։ Ու Լիաննան այնպեսի ջերմ վերաբերմունքով, որ մենք միանգամից ընկերացանք։ Միանգամից ընկերացանք, այն աստիճանի ենք ընկերացել իրար հետ, որ եթե ինձ արդեն ծաղիկ պետք է, նա գիտի իմ ճաշակը, ես գիտեմ ինքը ինչ ունի, կամ այդ նույն րոպեին կարող է ինքը նկարի ինձ ուղարկի, ես առանց գնալու սրահ կարող եմ պատվիրել այդ ծաղիկը առաքեն ինչ-որ միտեղ։ Այդպես ճանաչում ենք։ Մի օր ուրեմն քույրիկիս հետ էլի հերթական անգամ գնացինք ծաղիկներ վերցնելու ու խոսքի մեջ խոսում էինք այստեղից այնտեղից Լիաննան ասեց «Ռուս դու որ ամսին ես ծնվել»։ Ասեցի հունվարին։ Ու հունվար ամսվա մի քանի օր առաջ էր։ Ոնց որ հունվարի սկիզբն էր, նոր տարի նոր անցել էր։ Եվ այլն մոտեցավ ծննդյանս օրը ինձ զանգեց շնորհավորեց եւ ասեց սրահում, եթե սրահ կանցնես, բան եմ թողել քեզ համար։ Եթե ես կլինեմ, ես կփոխանցեմ, եթե չէ։ Ու այնպես եղավ, որ միշտ ես գնում եմ ինքը այնտեղ չի, դե բնականաբար։ Ես այս նվերը ստացել եմ իմ ծննդյան տարեդարձի օրվանից 2 ամիս հետո, ուղիղ։ Անընդհատ մտելով չէինք հանդիպում։ Եվ երբ որ վերցնում եմ ուրեմն նվերը գալիս եմ տուն, ասում եմ ես նվեր եմ ստացել այսօր։ Մաման ու քույրիկս ասեցին ինչ նվեր, ասի Լիաննան անվիրել։ Ու հիմա ես բացում եմ, ու այնպես հետաքրքիր է եւ իմ ներքին ձայնը եւ քույրիկիս ներքին ձայնը, որտեվ այնքան լիահույս, այնքան բարի ու այնքան ազնիվ կին է Լիաննան։ Ուրեմն համ բացում եմ, որպեսզի տեսնեմ նվերս ինչ է, համ ես եւ քույրիկս միաժամանակ ասեցինք Լիաննային ճանաչելով ու ինքը մեզ ճանաչելով, կամ պիտի լինի սրբապատկեր, կամ պիտի լինի Աստվածաշունչ։ Երբ որ ես արդեն փաթեթավորումը բացում եմ, ու ես տեսնում եմ այս Աստվածաշունչը, ես իմ ասենց կանգնած փոքր երեխուն հոնգուր լաց եմ լինում։ Քույրիկս ասում է տեսար Լիաննան մեզ շատ լավ է ճանաչում, բացելուց հետո որ կարդացի էլ հետո ինչ ա գրված ինստեղ ինձ համար, Աստծո խոսքը ճանաչելու եւ Աստծո սերը ճաշակելու եւ նրա մեջ խաղաղ մնալու մաղթանքներով, պատկերացեք շատ կարևոր եւ շատ թանկ նվեր է, ու ես երակոները պարտադիր իրան կարդում եմ, նոր գնում եմ եւ ես մեկ անգամ ուզում եմ ասել շատ շնորհակալ եմ գեղեցիկ նվերի համար Լիաննա ջան։ Ինչ կլիներ մեզ հետ, եթե կյանքում չլիներ հավատքն ու սերը։ Այն ինչ որ հիմա կատարվում է մեզ հետ ամբողջ աշխարհում այդ ամենը չէր լինի իսկ եթե մենք ավելի մոտ լինենք Աստծուն եւ այն ամենը ինչ որ ճիշտ խղճով առաջնորդվենք հավատացեք սիրո պակաս կա աշխարհում
իրար վստահելով պակաս կա աշխարհում, չարություն կա աշխարհում։ Այ եթե Աստծուն մոտ լինենք, այդ ամեն ինչը մի քիչ ավելի։ Անկամ սովորական բան եմ ասում, մեքենան քշելու ժամանակ, որ ուղակի կարելի է մեկը մյուսին զիջել, չէ՞, միևնույնն է գնալու ենք նույն կարմիր լույսի տակ, բոլորս հավասար կանգնելու ենք։ Մի տարբերությամբ, որ դու կլինես առաջի մեքենան, ես կլինեմ երկրորդ մեքենան։ Բայց եթե զիջենք, չի լինի այդ ներվը, չի լինի այդ անհանդուրժողականությունը եւ չեն լինի այդ վթարները։ Եվ մնացած լիքը բաներ։ Ուղղակի Աստծուն պետք է մոտ լինել այդքան բան։ Շատ են եղել ձեր կյանքում դժվար պահեր։ Եթե այո, ինչպես եք հաղթարում ձեր դիմաց Շատ հայտնված դժվարությունները։ Շատ եւ ամենակարևոր բոլոր դժվարությունները հաղթահարել եմ միշտ ընտանիքիս ներկայությամբ, իմ շատ հարազատ մարդկանց ներկայությամբ եւ ամենակարևորը ես ասել եմ այն ինչ որ Աստված է մեզ համար նախընտրում եւ ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է, իսկ Աստված ցանկացած փորձություններ պատրաստում է իր ամենաուժեղ զավակների համար։ Ես ասում եմ, եթե ես քեզ փորձություն եմ տալիս, ես գիտեմ, որ դու այդ փորձությունը կարողանաս հաղթահարել, ուրեմն այդպես պիտի լիներ, բայց ու ես պարտավոր եմ պատվով դուրս գալ այդ ամեն ինչից եւ ես փորձում եմ պատվով դուրս գալ։ Իսկ շատ են եղել հարվածներ մեջքից։ Շատ մինչև հիմա է լինում է։ Ինչ են ուզում այդ մարդիկ։ Չեմ կարող ասել։ If որ իրենց տեսնեք, իրենց կհարցնեք, բայց ես միշտ ասել եմ, դա կլինի աշխատանքի վայրում, դա կլինի ընկերական շրջապատում, ես միշտ ասել եմ, ժողովուրդ, եկեք ուղղակի մի քիչ բարի լինենք մեկս մյուսի հանդեպ, եկեք մի քիչ ավելի լավ տրամադրված լինենք, որովհետև եթե աշխատանքի բերումով իմ հանդիսատեսը, եթե նախընտրում է իմ երկեցողությունը եւ իմ արվեստը, նա լինելու է իմ հանդիսատեսը։ Ձեր հանդիսատեսը բնականաբար ձեզ է սիրում, Արայիկ ջան։ Ու հիմա եթե հանկարծ իմ գործընկերոջը զանգում են եւ հարցում են իմ հեռախոսահամարը, որպեսզի ինչ որ մի միջոցառման հետ կապված ինձ հրավիրեն։ Եվ եթե դուք չեք տալիս այդ հեռախոսահամարը, հավատացեք, իրանք ձեզ չեն ասելու, որ ես ուզում եմ, որ դուք երգեք։ Իրանք միևնույնն է ման են գալու եւ գտնելու են այդ հեռախոսահամարը։ Ինչ պիտք ունի այդպես չարություններ անել։ Պետք չի։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Ներեք։ Ես ներողություն եմ խնդրում հուզելու համար Ռուզան։ Բայց այս այն հարցն է, որ միշտ բոլոր եթերներում կա այս հարցը եւ իրավունք չունենք այն չուղղելու։ Իմ կարոտը ունի մի անուն։ Եվ այդ անունը մհեր։ Ով իմ ուժն ու թուլությունն է։ Ինքը իմ հավերժ կարոտն է։ Քանի դեռ ապրում ենք, կարոտները միշտ մեզ հետ են։ Ռուզան, մեր կամքից անկախ կարոտն այնպես է գալիս մտնում մեր կյանք ու մեր ներսը փոթորկում է։ Մեզ մնում է պարզապես ուժեղ լինել ու ապրելով կարոտով ու հիշելով այն ամենը, ինչը որ թանկ ու կարևոր է։ Այո։ Որտեղից էլ գալիս է մեր կարոտը։ Ես նորից եմ ասում, իմ կարոտի անունը մհեր է։ Նա իմ ուժն ու թուլությունն է, իմ չէ, իմ ամբողջ ընտանիքի եւ իմ ամբողջ ընտանիքին ապրեցնողն է։ Ինքը իմն է, ինքը մերն է, ու ինքը հիմա մեր հետ է։ Ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ հուզելու համար։ Ես գիտեմ, որ դուք ձեր տեսակով շատ ուժեղ եք կամային ու ցանկացած իրավիճակում կարողանում եք շուտ կողնորոշվել, ինչու՞ չէ նաև ձեր կողքինի ձեռք համուր բռնած առաջ տանել։ Այդպիսին է Ռուզան Ավետիքյանը։ Փորձում է այդպիսին լինել։ Այո, բայց սովորաբար նման մարդիկ իրենց ներսը միշտ փխրուն է ավելի։ Նրանք արտաքին աշխարհում միշտ ուժեղ են, բայց իրենց ներքին աշխարհում նրանք միշտ մենակ են, նրանք միշտ փխրուն են եւ խոցելի։ Շատ։ Հեշտ է ձեզ խոցելը։ Արեգ ջան, գիտեք, ինձ անգամ մարդու հայացքը կարախոցի, ինձ մարդու խոսքը կարախոցի, ինձ կարող են շատ ինչ-որ ցավալի մի բան անել, ես այդ ամեն ինչից շվիրավորվեմ,
Բայց երբ որ դու նվիրված ես լինում եւ քեզ թվում է, որ դա փոխադարձ է, ու երբ որ քեզ մեջքից են հարվածում, դա ամենացավոտն է լինում։ Ու ես տարիների ընթացքում եկել եմ մի եզրակացության եւ հիմա բոլորին ասում եմ, որ ընկերներ, ոչ մեկ ոչ մեկին ոչ մի բանով այլևս չի կարող զարմացնել, որովհետեւ Փառք Աստծո, աշխարհը, հնարավորությունները, ինտերնետը, ամեն հարթակները, ամեն ինչ բոլոր տեսակի հնարավորություններ տալիս են, ինչ էլ չունես շատ արագ ձեռք բերես, սովորես եւ այլն, բայց մարդուն հիմա միայն մարդ տեսակով կարող է զարմացնել։ Ես ուզում եմ, որպեսզի մեր կյանքում այլևս այնքան շատ մարդկային որակներով օժտված մարդիկ լինեն, որ մենք այդ տարբերակից զարմանանք, որովհետև դա իրականում մեզ ավելի ապրելու հույս կտա։ Մենք մարդկայնորեն ավելի ճիշտ կսկսենք մեկս մյուսին վերաբերվել եւ դա շատ ավելի կարեւորագույն փաստ է, որ հավատացեք ոչ մի տեսակի թանկ իրերով չես կարող գնել եւ վերադարձնել։ Միայն մարդ տեսակով։ Սելի Ռուզան, քանի որ դուք գտնվում եք խոստովանություն նախագծի տաղավարում, դուք որոշել եք այսօր ինձ վերջնականապես այնպես կարմիր աչքերով դու ուղարկել։ Ունեք խոստովանելու, հարթակը ձերն է, տեսախցիկները ուշադրությամբ հետևում են ձեր խոսքին։ Ինչ ունեք ասելու։ Ինչ ունեմ ասելու, ես ամեն առաջին հերթին ուզում եմ, որպեսզի երկրում լինի խաղաղություն։ Բոլորիս սրտերում լինի սեր եւ ջերմություն։ Մեկս մյուսի հանդեպ, հարազատների հանդեպ։ Սիրենք այն աշխատանքը, որով որ մենք իրականում աշխատում ենք, որով որ մենք զբաղվում ենք, որովհետև հավատացեք, աշխատանքը շատ ապրեցնող է, եւ երբ որ դու իրականում քո գործը ճիշտ ես կատարում, ամեն անգամ մենք բեմահարթակում բոլորս միասին աշխատում ենք, ու դուք հիմա ինձ շատ ճիշտ եք հասկանում, երբ որ մենք ամեն երեկո դուրս ենք գալիս աշխատանքի եւ այդ շողացող աչքերին, երբ որ տեսնենք, ասում ենք բարի երեկո, եւ մեր երգերի ներքո ապարում են, ձեր խոսքի ներքո հիանում են, ծափահարում են, ձեր երգերի ներքո ապարում են, մենք տուն գնալուց մտածում ենք, որ մենք այսօր լավ էլի աշխատանք ենք կատարել եւ շատ մարդիկ ուրախ հոգով եւ լիակատար ժպիտով, ժպտուն աչքերով տուն են գնացել։ Ես ուզում եմ բոլորիս կյանքում սերը լինի, ժպիտը լինի, ուրախությունը լինի, ընտանիքներում լինեն ջերմություն, ներդաշնակություն, թող Աստված մեր բոլոր ծնողներին առողջություն պարգևի, որովհետեւ ամեն վարքյան նրանք են մեզ տանը սպասում։ Քանի հիմա ես իմ սեփական ընտանիքը չունեմ, ինձ տանը սպասում են իմ ծնողները։ Ես ամեն վարքյան, երբ որ գնում եմ դուռը բացում եմ ու տեսնում եմ, որ հայրս, մայրս, տանս անդամները սպասում են, հավատացեք, դրանից ավելի թանկ բան չկա։ Թող բոլորի կյանքում միշտ այդպիսի հրաշալի լեցուն իրավիճակներ լինեն, որ հասկանանք իրականում մենք կյանքը իզուր չենք ապրել, մենք ապրում ենք եւ մենք ապրեցնում ենք թե մեր գործով, թե մեր սիրով, թե մեր հավատքով, թե մեր ուժով հանդեպ մեր ընկերներին, մեր գործընկերներին, մեր ծնողներին եւ մեր ընտանիքի անդամներին եւ այն մեծ լսարանին, ովքեր որ մեզ ամեն օր ծափահարում են։ Բրավո, հրաշալի էր ասված եւ մենք կամաց մոտենում ենք ձեր նամակին։ Անանուն մի նամակ, որն ուղղված է Ռուզան Ավետիքյանին։ Ես հիմա կփոխանցեմ ձեզ այս ծրարը։ Բարի, մերսի շատ։ Կխնդրեմ, որ դուք բացեք, բարձրաձայն ընթերցեք եւ փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Շատ բարի։ Եվ տեսնենք, թե ինչ է այնտեղ գրված։ Ողջույն իմ սիրելի Ռուզան Ավետիքյան։ Չեմ ուզում անունս գրել, որովհետև ուզում եմ, որ կարդալիս մի պահ մտածես, ում մտքով ես անցել այսպես։ Գուցե ես լինեմ մեկը, ով քեզ ամեն օր չի տեսնում, բայց քեզ ամեն օր հիշում է։ Դու ինքդ հաճախ մոռանում ես, թե ինչ ուժ ունես։ Քո ժպիտը ջերմացնում է, իսկ խոսքդ ուժ է տալիս։ Դու կարողանում ես լսել առանց դատելու, հասկանալ առանց շատ խոսքերի։ Դու լույս ես ոչ միայն բեմի վրա, այլ ամենուր որտեղ հայտնվում ես։ Թող կյանքդ միշտ շրջապատված լինի նույն անկեղծությամբ ու բարությամբ, ինչ կա քո մեջ։ Թող քեզ երբեք չբավականացնի հասարակը, որովհետև դու ստեղծված ես շքեղի ու լավագույնի համար։ Թող սիրտդ երբեք չհոգնի սիրելուց եւ աշխարհը միշտ վերադարձնի քեզ այն ամենը, ինչ անշահախնդիր տալիս ես ուրիշներին։ Իսկ եթե ինչ որ պահ քեզ միայնակ կզգաս, փակիր աչքերդ ու հիշիր, ինչ որ մեկը հենց այս պահին հավատում է քեզ, հիանում է քեզնով ու շատ սիրում։ Սրտանց մի հոգի, ով քեզ գիտի ավելի խոսքից, քան երևում է արտաքինից։
Դուք եք այս նամակի հեղինակը։ Չէ։ Ես իրավունք չունեմ հյուրին նամակ գրելու։ Մի հրաշալի մարդ, ով ձեզ շատ սիրում է։ Անկեղծ չեմ կարող ասել։ Ինձ թվում էր ամենայն դեպս Ես իրավունք չունեի, ես հակառակ դեպքում ես մեծ սիրով կգրեի նամակ ձեզ ուղղված, Ռուզան, որովհետև դուք գիտեք, թե ինչ խոսքեր կլինեին այդ նամակում եւ ինչքան շատ եմ ձեզ սիրում։ Ես հիմա ուզում եմ ներողություն եմ իհարկե խնդրում, որ չեմ Դուք կարողանում կարող եք անուններ պարզապես շակել, թե ասել։ ով է այս նամակը ինձ գրել, բայց ամենայն դեպս այս նամակը ինձ գրել է այնպիսի մի մարդ, ով իրականում ինձ շատ լավ է ճանաչում։ Նամակի հեղինակը Վիկան է։ Մեծոյան Վիկան, ով շատ կարճ ժամանակահատվածում ձեզ ընդունեց իր ամենաթանկ հարազատ մարդու նման եւ նա մեծ ուրախությամբ այս խոսքերը ձեզ ուղեց։ Դուք վերջնականապես որոշել եք այսօր ինձ ձեր տաղավարից այդպես լացակումած տուն ճանապարհել։ Վիկա, շնորհակալ ենք նամակի համար, շնորհակալ ենք, որ այդքան գեղեցիկ խոսքեր եք Վիկ, իրականում ես շատ շնորհակալ եմ ու գիտես ես քեզ միշտ ասել եմ ինչերի համար եմ շնորհակալ։ Ես եթերում էլ հիմա կարող եմ ասել։ Վիկան ինձ համար այն անձնավորությունն է, սա անկեղծ չի։ Վիկան ինձ համար այն անձնավորությունն էր, որ եղավ մեր ընտանիքում շատ մի դժվար ժամանակահատված ու այդ ժամանակահատվածում ես ուզում էի գնալ Սուրբ Հովհաննես մատուռ, բայց ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեի բացակայելու տանից, քաղաքից եւ Երևանից։ Ու լրիվ պատահական տեսնում եմ սթորիներով, որ Վիկան գնում է Սուրբ Հովհաննես։ Ու այն ժամանակ եմ տեսնում սթորին, որ արդեն Վիկան մատուռի մոտ է, եւ ես դա մոտավորապես տեսնում եմ 1 ժամ հետո, դե մտածում եմ արդեն երևի վերադարձել է։ Ու ես ուզում էի զանգել ասել, որ Վիկ, խնդրում եմ այնտեղից ինձ համար ինչ-որ մի բան կբերես, կամ իմ համար մոմ կվառես։ Ու երբ որ երեկոյան լրիվ պատահաբար հանդիպում եմ Վիկային, Վիկ, իրականում ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ։ Երեկոյան, երբ որ ես պատահական հանդիպում եմ Վիկային, աշխատանքը երբ որ վերջանում է, բոլորը գնում են արդեն, Վիկան ինձ մոտենում ասում է. Ռուզ, գիտես, այսօր ես Սուրբ Հովհաննես էի գնացել եւ քեզ համար այս փուչուրիկ շղթան եմ բերել խաչով ու դուք պատկերացնեք այդ պահին իմ վիճակը, այսինքն հոգով իհարկե կներես, որ ես չկարողացա գուշակել նամակի հեղինակը, որ դու ես հոգով ինչքան մոտ պիտի լինես մարդուն կարճ ժամանակահատվածում ճանաչելով, որ դու անգամ եթե ես մտածել եմ, իմ մտածելու հետ միաժամանակ ինքը հոգով ու սրտով այնպես ազգացել, որ ինքը այնտեղից որոշել էր, որ ինձ համար պիտի բերի մի մասնունք Սուրբ Հովհաննեսի։ Շնորհակալ եմ։ Մարդիկ զգում են հոգով իրար, եթե երկուսը նույն բանն են զգում։ Եթե երկուսի մոտ անկեղծության չափը նույնն է, ոչ ավել, ոչ պակաս։ Ռոզան, ներողություն ենք խնդրում ձեզ ուզելու համար, այսպիսին է մեր ֆորմատը, այսպիսին է մեր տաղավարը։ Արսենը մի բան գիտեր, հա։ Այստեղ էմոցիաները պարզապես հնարավոր չէ զսպել եւ գիտեք, այդ հուզմունքը փաստում է ձեր անկեղծ զրույցի մասին։ Հենց դրա համար է մեր հեռուստատիտողը շատ սիրում մեր նախագիծը, որովհետև սելներս այստեղ նախապես պայմանավորված ոչինչ չկա, սցենարներ չկան գրված, այստեղ բոլոր պատմությունները իրական են, նամակների մասին հյուրերը նախապես չգիտեն, հյուրերը չգիտեն, թե ովքեր են լինելու նրանց անակնկալ հյուրերը եւ իհարկե չգիտեն, թե ինչ է թաքնված մեր գաղտնի արկղում։ Հենց այսպիսին է մեր տաղավարի անկեղծ մթնոլորտը, որտեղ մեզ հյուր եկած յուրաքանչյուրը հուզվում է, արտասվում, բայց եւ միևնույն ժամանակ պատմում է իր կյանքի պատմությունը։ Ռոզան, ես ուզում եմ, որ դուք միշտ ուրախ լինեք։ Շնորհակալ եմ։ Ես գիտեմ, թե ինչ կարոտ է ձեր մեջ ապրում եւ գիտեմ, թե ինչ չափն ինչքան մեծ է։ Եվ գիտեմ, որ դուք երբեք չեք համակերպվի այդ կարոտի հետ եւ այն բացը, որը որ ստեղծել է ձեր հոգու խորքում կարոտ, երբեք որևէ բանով եւ ոչնչով չի կարող լրացվել։ Բայց նաեւ գիտեմ, որ դուք ինչքան ուժեղ եք եւ ոնց եք կարողանում ուժ գտնել ձեր մեջ եւ նույն ուժգնությամբ ուժ տալ նաեւ ձեր ընտանիքի անդամներին, ձեր հարազատներին, այն մարդկանց, ովքեր
նորից ապրում են այդ նույն կարոտով։ Ես ուզում եմ, որ էլ չլինեն ձեր կյանքում կարոտներ եւ թող ձեր կյանքի արևները միշտ շատ լինեն։ Ապրեք, շատ շնորհակալ եմ այս ջերմ զրույցի համար։ Անկեղծ իրականում այնպիսի մի տաղավար է, որտեղ որ դու ուղղակի լիակատար խոստովանվում ես ամեն ինչի մասին եւ այստեղ չանկեղծանալ ուղղակի հնարավոր չէ։ Շնորհակալ եմ այս հրաշալի նամակի համար։ Վիկային, Վիկ, շատ շնորհակալ եմ։ Ես քեզ, դու իրականում գիտես, ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ու ես նամակը վերցնելու եմ ինձ հետ կներեք։ Դա ձերն է։ Սա իմ նամակն է։ Ես շնորհակալ եմ ձեզ հրավերքի համար, ես շնորհակալ եմ ձեզ ձեր ջերմ վերաբերմունքի համար, Արայիկ ջան, եւ իրականում ես մաղթում եմ, որպեսզի ձեր տաղավարը միշտ լեփլեցուն լինեն հրաշալի հյուրերով, անկեղծ հյուրերով եւ անկեղծ խոստովանություններով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սելի հեռուստադիտող, կյանքը մեզ դիմավորում է իր անակնկալներով, ժպիտներով, ձեռքբերումներով, կորուստներով, սիրով եւ ինչու՞ չէ նաեւ չսիրելով։ Այսպիսին է մեր կյանքը եւ հենց այդպես է գրվում կյանքի պատմությունը։ Խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով եւ խոստովանություններով։